Լույս Բարիսյանի հեռուստադիտողներ, բարի լույս հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքը սկսեց կենտրոնի առավոտը, մնացեք մեզ հետ, հետաքրքիր եթեր է սպասվում, ինչպես միշտ հետաքրքիր խոսույթներով, հետաքրքիր հյուրերով, համեղ խոհանոցով եւ իհարկե նաեւ ինձ համար շատ գեղեցիկ եւ շատ կարեւոր, որ այսօրվա առավոտը մենք սկսեցինք մեծ շանսոնիայի հայ Շարլ Ազնավուրի գեղեցիկ կատարումով, քանի որ մեծ վարպետի ծննդյան օրն է այսօր, ողջույն։ Ողջույն, ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այո, դեռ առջևում կունենանք տեսանյութ Շարլ Ազնավուրին նվիրված։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր հայի համար էլի եւս մեկը պարտանալու անուն, ինչ որ առումով էլ այցեքարտ, որ երկրում էլ լինենք, մի տեսակ հպարտությամբ այդ անուն ազգանունը հնչեցնում ենք։ Առհասարակ այսօր ոնց հասկանում եմ ջերմաստիճանը գնալով բարձրանում է, որովհետև ես ամեն օր մինիշ բարձր ջերմության մասին եմ խոսում, արդեն մոտ 30 աստիճանի է հասնում ջերմությունը, շոկ է, տաք է, առանց տեղումների եղանակ։ Կլինի ցերեկը երեկոյան 17-ից 19։ Առջևում իհարկե էլի հյուրեր, հետաքրքիր իրադարձությունների ենք անդրադառնալու եւ իհարկե համեղ խոհանոց։ Ողջույն, ողջույն։ Ոնց ես։ Լավ, դուք ոնց եք։ Շնորհակալություն։ Լավ, շնորհակալ ենք։ Ինչ ենք պատրաստում։ Շատ հետաքրքիր միջուկով լցոնած պղպեղներ ենք պատրաստելու, բայց մեր պղպեղները չեն լինելու այսպես հենց վիճակում, լինելու են տապակված, այսինքն կեղևազրկելու ենք, իրեն խորովելու ենք եւ միջուկի համար մեզ անհրաժեշտ է սերուցկային պանիր, ձիթապտուղ, ընկույզ, այստեղ բեկոն ունենք, բեկոնը զուտ տապակելու ենք, մատուցենք պղպեղների հետ միասին, չի լցվելու միջուկի մեջ, չորահացերի հետ ենք մատուցելու իրեն եւ այստեղ հատուկ թանձրուկ պետք է պատրաստենք թարխունով եւ ձիթայուղով, պարտադիր ձիթայուղ պետք է լինի, բուսայուղը փոխարինող կարող է լինել, բայց խորհուրդ չեմ տալիս այս դեպքում եւ թթվասեր մի փոքր սերուցկային պանիրը թուլացնելու համար, որովհետեւ ամեն դեպքում պղպեղի ներսը պետք է լցոնել եւ դա պնդության հաշվին կարող է եւ դժվարացնել այդ խնդիր առաջացնել։ Ու միջուկի մեջ ավելացնելու ենք բոված քունջութի սերմեր։ Իրականում շատ համեղ համադրություն է ստացվում, հատկապես պղպեղը խորոված վիճակում իր յուրահատուկ այդ նրբության համն է փոխանցում, իսկ սերուցկային պանիրը այդ ամբողջը բազային կերպով լրացնելու է ամբողջ համային այդ գաման։ Սա իմպրովիզ է, թե նմանատիպ լուծումով պղպեղների լցոնման եղանակներ կա, բայց միջուկը ես իմպրովիզ եմ արել, այսինքն համադրությունը ընտրել եմ ես, թե ինչ հետ կարելի է օգտագործել որպես լցոն, որովհետև դասական տարբերակում պարզապես պղպեղի մեջ լցվում է սերուցկային պանիր եւ ոչինչ, ուղղակի մատուցվում է ինչ-որ թանձրուկի հետ միասին։ Ես որոշեցի, որ համադրությունը հետաքրքիր հաստատ նայվելու է ընկույզի, ձիթապտուղի եւ իհարկե թարխունի սոուսի հետ։ Որ ասում կամաց մասնագիտանում է։ Այո։ Դե վերջում կտեսնենք ինչ է ստացվել, հաստատ համեղ է ու էսթետ է լինելու, ոնց որ թե պատրաստման եղանակը բարդ չէ։ Կարող եք այսօր նկատի ունենալ, որպես աղցան թե բարդ չէ, մի փոքր ժամանակատար է հաշվառելով նյուանսային տեսանկյունից, հա դե խորովել, մաքրել, հետո միջուկը պատրաստել, չորահացը, թանձրուկը, այսինքն զուտ բաղադրիչներն են մի փոքր երկար, մնացածը դժվար չէ։ Մի տեսակ վայրեն վիրավորվում է, որ ասում ենք բանը process-ը բարդ չէ, հեշտ է։ Չէ, իրականում բարդ կա, եւ զուտ գործընթացի երկարություն կա եւ կա բարդություն, այսինքն այնտեղ բաներ, որոնք որ շատ դժվար է պատրաստում։ Մենք ունեցել ենք նմանատիպ փորձեր, օրինակ կոտլետներ, որոնք որ ուղղակի չես կարող շրջել հաջորդ կողմ, որովհետեւ իրենք շատ փխրուն են։ Բայց դե ինչպես ասում եմ, միշտ տակից կարողանում ենք պատվով դուրս գալ։ Ոնց է, սա կենտրոնի առավոտն է, սելի հեռուստադիտողներ։ Սիրելի հեռուստադիտողներ, քանի որ այսօր Շարլ Ազնավուրի ծննդյան օրն է, իհարկե ունենք տեսանյութ, ես ուզում եմ անդրադառնանք տեսանյութին, տեսնենք ինչ է պատմում, ինչ մանրամասներ, այնուհետև կվերադառնանք։ Մի տեսակ հպարտություն է ապրում նման մեծ հայրենակից ունենալու կարևորությունը զգալով, որովհետև ես էլ անուշիկն էլ իրականում Ֆրանսիայում, թե Հայաստանում, որ Շարլ Ազնավուրը մեծություն է եւ անքննելի հեղինակություն, իհարկե դա մասին մենք բոլորս գիտենք, բայց երբ որ Ֆրանսիայում ես լինում եւ ոչ Փարիզում, էլ ուղղակի փոքրիկ քաղաքներում, օրինակ, չգիտեմ, Դեսինում
Փոքրիկ քաղաքներում ես լինում, արվարձաններում ես լինում եւ ամեն քայլափոխի, դե լավ, ամեն քայլափոխի չէ, բայց այդ փոքրիկ այդ ավաններում կամ չգիտեմ քաղաքներում այդ փոքրիկ երբ որ շատ հաճախ տեսնում ես, չգիտեմ, Շարլ Ազնավուրի անվան, չգիտեմ, երաժշտական դպրոց կամ որևիցե մի շատ մեծ բեմ հարթակա, որտեղ որ արտիստները կարող են ելույթ ունենալ Շարլ Ազնավուրի անվան, իր արձանները, չգիտեմ, իր թեվավոր խոսքերը որևիցե մի պատին փորագրած բան, այսինքն դա ես չեմ կարող ասել, մարդ պետք է իր կյանքը այդպես ապրի, որ այ այդպես գնահատված լինի, չգիտեմ։ Իհարկե ինքը շատ բարդ ու դժվար ճանապարհ է անցել, բայց այնքան համառ է եղել, այնքան կայուն եւ ուժեղ բնավորություն է ունեցել, որ ինքը կարողացել է համաշխարհային այսպիսի մեծ համբավ ու անսահման սեր ձեռք բերել։ Ֆրանսիայում ուղղակի պաշտում են ֆրանսիացիները, ինչպես որ նաեւ հայերս ու նաեւ ասեմ ավելին ինքը էլի ամբողջ աշխարհում է շատ սիրված, բայց Ռուսաստանի Դաշնությունում էլ շատ յուրահատուկ մոտեցում ունեն մեծ շանսոնիայի հանդեպ, որովհետև այնտեղ ծնողների հետ կապված, չգիտեմ, Ռուսաստանում ապրել թե մի խոսքով իրենք ռուսերեն խոսել են, ռուսերեն երգել է ինքը եւ նման համաշխարհային սեր վայելել է դա լրիվ ուրիշ բան է։ Իրականում որ ասացիր համառ լինել եւ ուժեղ, այդ նաև առաջին հերթին գալիս էր նրանից, որ ինքը անդավաճան մնաց իր տեսակին եւ երբ անգամ բեմում հայ իրեն ասում էին ձայնը խրփոտ է, ժեստերը կտրուկ են, չգիտեմ։ Բոյը կարճ է։ Խնդիրն այն է, որ չնայած որ ինքը անդրադարձավ այդ բոլոր բեմական, հա, պրոֆեսիոնալ կետերով եւ իրեն հղկեց այդ հայտնի պատմությունը, հա, որ ասում էր ինքը կռացած էր մտնում յուրաքանչյուր դուռ վիզուալ ստեղծելով իբր շատ բոյով է։ Կրանում էր նոր էր մտնում։ Իրականում, երբ դու անդավաճան ես քո տեսակին, քո առանձնահատկություններին, իհարկե հանրությունը չի ընդունում, որովհետև միշտ հանրությունը սիրում է, որ դու պիտի շաբլոններով ապրես։ Ու դա ոչ միայն այսինքն սովորական կյանքում է երևում, այլ նաև արտիստների մոտ է դա դրսևորվում, բայց երբ արտիստը չի դավաճանում իր էությանը եւ գալիս է որ ասում է քարոզելու իր արժեքները, իր ճաշակը եւ այլն, միևնույն է այդ լավ բանը հանրությունը միևնույն է ընդունելու է։ Այդ մոտավորապես ինքն վառ օրինակներից մեկն է, որ երևի թե շատ տարբերվում է իր ոճով, կարելի ասել նմանը չկա։ Ես եկող նմանին չեմ ճանաչել, եթե չեն նմանակում իրեն։ Եվ ինքը փորձել է ամեն ինչ անել, այդ որ ասում են հազարավոր դռներ է փակվել, ամեն ինչ փորձել է անել, ոչ թե հարմարվել, չգիտեմ, պահանջներին, հա, այլ ինքը այդ փակ դռներից հետո հաջորդն է ծեծել էլի իր տեսակը պահելով։ Ես վստահ եմ, որ մենք մեր կյանքում միշտ տեսնելու ենք այս տեսակ իրողություններ, մարդկանց, իրականություն ու տա Աստված, որ այդ մարդիկ, ովքեր անդավաճան են իրենց արժեքներին ու սկզբունքներին, երբեք առիթ չունենան ինչ որ դռներ բացելու համար փոխել իրենց տեսակը։ Այդ ամենավատ բանն է, որովհետև միևնույնն է, տեսակը փոխելուց երբ դու դառնում ես չգիտեմ ով հանունի, այդ շատ կարճ է տևում, շատ կարճ կյանք ունի եւ միևնույնն է դուռը փակվելու է վաղ թե ուշ, հատկապես որ այդ դուռը բացվել է անհասկանալի կերպարից ելնելով։ Ու մենք այս տեսակ մարդկանցից պիտի օրինակ վերցնենք ու հասկանանք ինչ է նշանակում ունենալ սեփական տեսակ։ Հետո իրականում ես շատ քիչ մարդկանց հուղարկավորություն եմ տեսել նմանատիպ, երբ որ մարդը արդեն էլ չկա եւ իրեն այդ ձև մեծարում, ես նման բան չեմ տեսել։ Եվ երևի մեկ է Բելմոնդոն էր նույն ֆորմատի մեջ, էլի մեծ արտիստ էր Բելմոնդոն, մանավանդ Ֆրանսիայի համար եւ իհարկե նաեւ ամբողջ աշխարհի համար, բայց վայո, մարդը իր կյանքը այնպես է ապրում, որ անգամ միլիարդավոր մարդիկ իր հողարկավորությունը նայում են եւ արտասվում են։ Սա ֆենոմենալ մարդու մասին է խոսում, սա շատ հազվադեպ կատարվող երևույթի մասին է խոսում, երբ ամբողջ աշխարհը իր հոգսը, իր, չգիտեմ, աշխատանքը, իր ամեն ինչը թողած, ինքը նայում է թե ինչպես են մեծն արտիստին։ Դե գիտես, պետությունից էլ է գալիս իրականում, ոնց է պետությունը, պետության ղեկավարությունը գնահատում իր մեծերին, որոնք կենսագրություն են թողել, որտեվ եթե դա չարվեր, ենթադրեն կարող են հարազատները անել ամենա, չգիտեմ, ճոխը, սենց ասեմ, բայց երբ պետությունը գնահատում է իր զավակին, իր մեծությանը,
լինում է այդ նույն պատմությունը։ Հիմա եթե մենք անդրադառնանք մեր մեծերին, մեր դասականներին, ես չգիտեմ պետությունը այդ ժամանակ ինչ վերաբերմունք է ունեցել, չնայած որ տեսել եմ, որ ներկա են եղել այդ ժամանակ նախագահներ եւ այլն ինչ-որ հողարկավորությունների, բայց այստեղ էլ ժողովրդի սերն ու վայելքն է եղել, ովքեր տենց բազմությամբ հետևել են, ասում իրենց ողբն են ողբացել։ Շատ կարևոր է, թե պետությունը ինչ վերաբերմունք է ցուցաբերում, այ ոնց է ինքը կազմակերպում իր մեծերի հրաժեշտը, որովհետև դրանով մենք նաև թողնում ենք դասարակչական երևի թե տենց ուղերձ ծերունդներին, որ եթե վաղը մյուս օր երիտասարդները պիտի գան որպես ղեկավարի, իրենք հասկանան ինչպես պետք է գնահատել իրենց մեծերին տարբեր ոլորտներում։ Այսինքն այս դեպքում իրականում Ֆրանսիայի նախագահը կամ ղեկավարությունը ցույց տվեց, թե ինքը ոնց է գնահատում իր երկրի դասականին, sense ասած։ Ցույց տվեց որն է։ Հա, ինքը օրինակ ծառայեց։ Դա չէ, չգիտեմ դրա ուրիշ բաներ, որովհետև ես իմ կյանքում ախր ասելու էլ չի, բայց նման շատ կազմակերպված միջոցառում ու նման չգիտեմ, դա Դե մտես օրինակ մի ուրիշ օրինակ բերեմ, այս դեպքում էլի պիտի հիշեմ Գագիկ Գինոսյանին, պետության կողմից ոչ մի վերաբերմունք չկար, բայց դու լավ ես երևի տեսել, էլի իմ համար բացառիկ անուններից էր, որ մարդիկ ժամը 6-ից հերթ էին կանգնել, որ կարողանային գոնե իրենց վերջին հրաժեշտը տալ, ժամը ես 6-ից մինչև 10-ը սպասել եմ, որ կարողանամ ներս մտնել։ Մենք բոլորս դու ես այնտեղ եղել։ Այսինքն սա են նաև ժողովրդի վերաբերմունքներ, ինչու, որովհետև Գագիկ Գինոսյանը անկախ բոլոր վերաբերմունքների էլի անդավաճան մնաց իր տեսակին, աշխարհայացքին, տեսակին եւ այդ արժանի պատասխանը հայից այն բոլոր հայերից, ովքեր այնտեղ ներկա էին, հաստատ ստացավ։ Դրա համար շատ հաճախ երբ ասում են փոքր հաղթանակների հետևից մի գնացեք, որովհետև այդ պահի կնքած հաղթանակը վերջում օրինակ շատ կարևոր իրադարձությունների ժամանակ եւ այստեղ պարտադիր չէ որ անպայման լինի բան, հրաժեշտ, շատ կարևոր գուցե շատ ավելի ուրախալի իրողությունների ժամանակ դու կարող ես հասկանալ, որ դու առ ոչինչ ես, ոչ մի դեր ու ազդեցություն չունես, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ դու չունես ոչ կենսագրություն, ոչ ես, ոչ էլ ինքնություն։ Այս ամենտեղ այդ կարևոր, այն որ ասում է մեծամասշտաբ իրողությունների ժամանակ դա ակնհայտ երևում է։ Հետո այստեղ նաև իհարկե ճիշտ չի միայն խոսել շանսոնիայի որպես արտիստ հանրահայտ լինելու ֆակտորի մասին, որովհետև դե գոնե Հայաստանի Հանրապետությունում գիտենք ինչ է նշանակում Հայաստանի ազգային հերոս, թե առհասարակ Շարլ Ազնավուրը ինչեր է արել Հայաստանի համար, Շարլ Ազնավուրը նաև ինչեր է արել Ֆրանսիայի համար, ինձ թվում է ցանկացած կիրթ ու բանիմաց մարդ դրա մասին տեղյակ է, ազգային հերոս տալիս են նաև այն մարդկանց, ովքեր որ իրենց կյանքը, իրենց ժամանակը, իրենց ֆինանսական միջոցները, իրենց ջանք ու եռանդ չեն խնայում, որ իրենց ազգակիցներին, իրենց, չգիտեմ, հայրենակիցներին, այն պետությանը, որտեղ որ իրենք ապրում են կամ այն պետության ներկայացուցիչը, որտեղ որ կան, բոլոր ամենադժվար ժամանակներում իրենց օգնության ձեռքը մեկնեն, թե 88-ի երկրաշարժին, թե պատերազմի տարիներին, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել Շարլ Ազնավուրը, դրա մասին իհարկե իմացողը գիտի, չիմացողին ինձ թվում է չարժե դրա մասին պատմել, որովհետև դա պարտադիր իմանալու բան է եւ դրա համար Հայաստանի ազգային հերոս, եթե չեմ սխալվում, նաեւ Ֆրանսիայի ազգային հերոս Շարլ Ազնավուրը ոչ միայն արտիստ էր, ինքը մեծ մարդ էր։ Իդեպ մեծ մարդ չեն ասում տարիքով մեծ մարդուն։ Տարիքով մեծ մարդուն ասում են ծեր մարդ, դա վիրավորական արտահայտություն չի։ Մեծ մարդ ասում են, ովքեր որ այն մարդուն, ովքեր որ մեծ գործեր են արել, եւ քանի որ խոսեցինք, իհարկե ես առավոտյան չեմ ուզենա շատ հուղարկավորություններից խոսենք, բայց քանի որ մենք մեծերի մասին ենք խոսում, ես հիշում եմ Սոս Սարգսյանը, երբ որ իր մահկանացուն կնքեց երկրի մինչև առաջին դեմք, ես հիշում եմ, թե ինչպես էինք մենք բոլորս քաղաքացիներով, չգիտեմ, արտիստներով եւ կառավարության անդամներով եւ նաեւ վարչապետով, չեմ հիշում Սերժ Սարգսյանը այդ ժամանակ նախագահով, Հայաստանի Հանրապետության նախագահան, ես հիշում եմ ոնց էին ոտքով քայլում դեպի Պանթեոն։ Եվ ամբողջ ընթացքում ծափահարություններով, այո, դա մեր շնորհակալությունն էր, դա մեր հարգանքի տուրքն էր,
մեծ վարպետին, շատ մեծ վարպետին, որ մեր ժառանգություն էր թողել եւ ֆիլմի առումով, եւ ֆիլմ արտադրության առումով, եւ թատրոնում, եւ առհասարակ նոր սերունդներին կրթելու առումով, դա Սոսներ Սարգսյան։ Բայց իրականում արի ուտես, որ հիմա դու էլ երևի թե գիտես, որպես դերասան համել այդ համեմատությունը կարող ես տեսնել, ասում ինչից ուր եկանք, բայց դե իրականում թե ինչքան եւ եղել է եւ շարունակում է լինել շատ ինքնատիպ, շատ յուրօրինակ ու իսկապես որակյալ ներկայացումներ համազգային թատրոնում։ Ընտիր։ Այնտեղ չկա մի ներկայացում, որը իրապես էլի կարող է լինել եղել են ավելի լավերը, բայց այնտեղ չկա մի ներկայացում, ես ամեն դեպքում արդյոք ունեցել, որ դուրս գաս ասես դե լավ դեսա ինչ էր։ Կամ դուրս գաս ասես դե Okay. Մեր ընկերները ստաց արտիստներից ոնց է ինքը հիմքը դրել, այսինքն սանդղակը դրել, եւ այն մարդիկ, ովքեր գուցե հետո շարունակում են, այսպես ասած, այդ թատրոնում ստեղծագործել, իրենք այնուամենայնիվ ինչ որ առումով էլ բացի իրենց դերասանական տաղանդին անդավաճան լինելուց, իրենք ինչ որ առումով հասկանում են, թե իրենք որ թատրոնի ներկայացուցիչ են եւ անդադ փորձում են դա բարձր պահել, իրականում սա պետք է գնահատել, որ ամեն մեկը իր կողմից փորձում է, որովհետև այս դեպքում թիմային է դառնում աշխատանքային ժամանակ, երբ ամեն մեկը իր հերթին հասկանում է եւ կրում է այդ պատասխանատվությունը, որ պետք է շատ լավը լինի։ Որտեղ է եւ ինչ պետք է անի։ Այո, որտեղ է եւ ինչ պետք է անի։ Այս դառնում է ընդհանուր աշխատանք։ Եթե օրինակ 10-ից 5-ն են այդ հասկանում, ես հավատացնում եմ գրեթե անհնար է եւ 99%-ով անհնար է այն 5-ին ամեն օր բացատրել ինչի դու պիտի լավը լինես, որովհետեւ բացատրելով չի, դա սեփական որոշում է, հա, սեփական հասկացվածության դրսևորում է։ Եթե չես հասկացել, չգիտեմ։ Իսկ ես վստահ եմ, որ երբ այդ ընտանիքի մոդելն էլ փոքր լինելու եւ միասին հասկանալու թե ում ձեռքի տակ են ու հետո հաջորդիվ ում անունն են առաջ տանում, սա ստեղծում է այտենց մթնոլորտ, որ այսօր համազգային թատրոնի ներկայացումներում, պրեմիերաներում հաստատ, եթե շատ չշտապես, տեղ հաստատ չես գտնի ներկա լինելու։ Եվ իհարկե նաև այնպիսի ներկայացումներ են բեմադրվում, որ ուղղակի ապշած սպասում ես հաջորդ պրեմիերային, ասես, որ գնաս էլի վայելես դու արտիստներին, վայելես այդ բեմադրությունը, շնորհակալություն հայտնել ընկերներին, գործընկերներին, ինձ համար թող ոչ մեկ չնեղանան մեր ընկերները, մեր գործընկերները, բայց ինձ համար Հայաստանում երկու թատրոն ես միշտ առանձնացնում եմ, որից մեկը համազգայինն է։ Ես ուղղակի պաշտում եմ այդ երկու թատրոնները ու անընդհատ սպասում եմ, երբ պետք է ներկայացում անեն, որ գնամ լավ ասեմ, մեկը Մալյան թատրոնն է, մեկը համազգային թատրոնն է։ Չեմ ուզում նեղացնել ոչ մեկին, բոլոր թատրոններն եմ ես սիրում, բայց այդ երկու թատրոնի պրեմիերաներին անկեղծ ասած շատ եմ սպասում, որովհետև եւ սիրում եմ դերասանական կազմը, եւ սիրում եմ բեմադրությունները, եւ սիրում եմ մոտեցումը, իրենք շատ յուրահատուկ մոտեցում ունեն, ողջույններս մեր բոլոր դերասանընկերներին, մեր գործընկերներին եւ իհարկե մեր բոլոր սիրելի թատրոններին։ Թող որ երբեք թատրոն Հայաստանի Հանրապետությունում չփակվի եւ բացվեն միայն թատրոններ, որ մեր ամեն տարի ավարտող դերասանները, ռեժիսորները, չգիտեմ, սցենարիստները, բոլոր այն մարդիկ, ովքեր որ կապ ունեն թատրոնի հետ, իրենք միշտ աշխատելու եւ արարելու տեղ ունենան, սա շատ կարեւոր է մեզ համար։ Հետաքրքիր է, որ այ որ ասպես չփակվեն, այսօր հատկապես յուրաքանչյուր թատրոն եւ դերասան կարող է վստահաբար խոսել փակվելու վերաբերյալ, որովհետև հիմա այնքան լեփլեցուն են ներկայացումները անցնում, դալիճները եւ պրեմիերաները կան, որ չի կարելի ասել, որ դե մեկա չեն գնում, շատ են, եկեք փակենք, հատկապես հիմա ի զարմանս ինձ այդ արտահայտությունը հնարավոր չի անել։ Ես վատ արտահայտություն եմ անում, իհարկե թատրոնի վրով չի կարելի նման արտահայտություն անել, բայց դա արդեն դառնում է շատ լուրջ բիզնես։ Լուրջ։ Այսինքն կարելի է թատրոնով լուրջ եկամուտ ապահովել եւ կարելի է մեր գործընկերների, մեր ընկերների, չգիտեմ, սոցիալական վիճակը մի քիչ ավելի բարելավել, որովհետեւ անկեղծ абսուրդի հասնող աստիճանի աշխատավարձ են ստանում դերասանները, առհասարակ արվեստի մարդիկ։ Իրական փոփոխություններ են տեղի ունենում, բայց մի տեսակ դերասանների դեպքում մեծ խնդիր է դերասանների դասախոսական կազմի, իսկապես շատ մտահոգիչ է այս ամենը, բայց անցնենք առաջ, որովհետև իհարկե ոչ թե խոսում ենք խնդիրներից, այլ ճիշտ հակառակը։ Ես կարծում եմ, որ հիմա մենք խոսում ենք հաջողած
երևույթների մասին եւ իրականում էլի ու էլի չնայած որ այդ անունները շատ են ու հիմա հատկապես այս համացանցային դարում մենք գիտնականներից մինչև դերասան, քաղաքական գործիչ, անգամ ոչ հայ, բայց հայերի հանդեպ հատուկ վերաբերմունք ունեցող համաշխարհային անուններ, որոնք այդ մասին խոսում են ու բարձրաձայնում են, բայց էլի աշխարհի մակարդակով շատ լուրջ անուններ, որոնք հայ են եւ ամեն մեկը շատ տարբեր ոլորտում տալիս են մեզ հնարավորություն հպարտ լինելու, որ աշխարհում իսկապես շատ են հայ անունները, ովքեր առանցքային տեղ են գրավում, այսինքն ոչ թե իրենք ուղղակի ինչ-որ բան են արել հայտնի են, այսինքն գիտության ոլորտում, այն ամեն ինչը ինչ որ այսօր մեզ համար թվում է թե ժամանակակից աշխարհ ու ժամանակակից տեխնոլոգիա, արի ուտես, որ դրանց կարևորագույն, հիմնադիրներից հայեր են, աշխարհի մակարդակով իհարկե արվեստի ոլորտում, էլի շատ հայ անուններ, իդեմս այսօր խոսում ենք Շարլ Ազնավուրի մասին, իդեմս նրա, թող որ իրականում այս մարդիկ լինեն մեզ համար այն օրինակը, ոչ թե սխալ օրինակ, որովհետև վատը չգիտես ինչի միշտ մենք շուտ ենք սովորում, եւ իրականում շատ պարադոքսալ է, որ ասում են չարի դարն է հիմա, որ միշտ չարը հաղթում է, շատ տարօրինակ է, որ վերջերս էլի լսում էի այդ արձագանքը, ասում են մի տեսակ, այդ էի ասում, մարդիկ կային մեկնաբանություններ էին անում հետաքրքիր, ասում են մի տեսակ հենց այդ դարաշրջանն է երևի փորձության նաև մարդկանց մի տեսակ հեքիաթում դարձել է չարը հաղթող դե հաղթող գիտես ինձ ասում է գուցե միառժամանակի մասին է խոսքը այդ հեքիաթի մեջտեղն է էլի որ դեռ հաղթում է չարը որովհետև վերջաբանը միշտ տատս մի լավ խոսք ուներ այդ որ մենք ասում ենք վերջաբան իրականում տես ինչ որ առումով հիմա Շարլ Ազնավուրի անունը շարունակվում է եւ այդ դու ասեցիր ինչ վերաբերմունք էր հա նրա անունի մասին այ դա էր հա վերջը բարի լինի ոնց որ տատս էր ասում այդ վերջը բարի լինին իրականում այդ այսօրվա ու վաղվա մասին չի, դա շատ վաղվա մասին է, որովհետև այսօրվա մեր փոքր հաղթանակները, որոնք չարով են, վաղը կարան լուրջ անդրադարձ ունենան անունի, եւ դու երբ իմ տատը միշտ ասում էր ու ես փոքր ժամանակ անընդհատ լսում էի, չի հասկանում վերջը բարին լինի որն է, ես իրականում հասկացա, որ այդ վերջը պիտի դու շատ երկար մտածես, որ հանկարծ այդ վերջում չունենաս այն լուրջ պարտությունը որը այն որ ասում համեմատելի չէր ինչ որ միառժամանակվա փոքր հաղթանակի հետ, որովհետև նայած ինչ գնով ես դու այդ հաղթանակները կնքում։ Միշտ այդ կարևոր արտահայտություն է, որ ասում է իսկ ով է դատավորդ կամ իսկ ինչ գնով ես դու հաղթանակներ կնքում։ Շատ կարևոր է այդ գինը։ Ամեն մարդ ունի արժեհամակարգի իր գինը երևի թե, եւ եթե դու ինչ ես դնում այդ հաղթանակի տակ, այսա պիտի քեզ համար որոշիչ լինի եւ կշռադատող լինի։ Հիմա մեկի համար այլ բարոյական արժեքներ են, մյուսի համար այլ, դրա համար էլ պետք է միշտ հասկանալ ինչ ճանապարհով պիտի գնաս եւ իրականում հասկանաս իսկ ով են լինելու այն դատավորները, որոնք ես պիտի դատեն։ Ես օրինակ այդ մասով այսպես եմ մտածում, առհասարակ դատավորդ պետք է լինես դու, վաղվա դուն։ Այո։ Դու վաղը պետք է հասկանաս 3 դու քեզ դատում ես, արդարացնում ես, գովաբանում ես, գոհունակություն ես հայտնում ինքդ քեզ։ Ես օրինակ ես այդպես եմ, եթե ես վաղը տեսնեմ, որ ես երեկվա Դավիթն եմ, դրանից ավելի սարսափելի բան գոյություն չունի, այսինքն ամեն անգամ մեկ քայլ առաջ դատավորն ես դու, ժամանակն էլ վերջ չունի, բայց մեկ քայլ առաջը մարդիկ կմտածեն ֆինանսական մեկ քայլ առաջ։ Չէ, բոլոր առումներով, այստեղ ֆինանսը բացարձակ կապ չունի, այստեղ կապ ունի քո այն մեծ լինելու, քո զարգանալու, քո որևիցե մեկ լավ բան ավել անելու, մեկ քայլով առաջ գնալու բոլոր առումներով, բոլոր ոնց որ դուք մտածում եք, իհարկե խոսքը նաև բարի ու լավ գործերի մասին է, խոսքը, չգիտեմ, կա չէ՞ նման խոսքը, որ ասում վատ մարդ է, որ շատ գումար է ունենում, շատ ավելի վատն է դառնում, լավ մարդ է, որ շատ գումար է ունենում, շատ ավելի լավն է դառնում։ Հիմա խոսքը գնում է նրա մասին, որ մենք ենք մեր դատավորը վաղը լինելու։ Այսինքն այն չապրած տարիների, այն չարածի, այն մի բարի գործ ավելի քիչ արածի համար մենք ինքներս մեզ այստեղ ու այստեղ նախատելու ենք։ Դրա համար երևի թե ամեն անգամ
ամեն անգամ պետք է մենք գիտակցենք, ինչ-որ մի քայլ անելուց առաջ գիտակցենք վաղը մենք դրան ոնց ենք վերաբերվելու, որ մենք այս քայլը արել ենք։ Ինչ-որ շատ խոհափիլիսոփայական գնացինք, երևի Ազնավուրի անունը բնականաբար իր անելիքն անում է, մեզ բոլորի շնորհավորում եմ, որ մենք ունեցել ենք եւ ունենք նման մեծն հայ, մեծ շանսոնյե եւ Հայաստանի ազգային հերոս։ Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք, մենք արդեն խոհանոցում ենք, էսթետիկան դե ինչպես միշտ ապահովված է, համոզված եմ, որ համն էլ շատ համեղ է լինելու, բայց դե ասում եմ ավելի լավ մեկ անգամ համ տեսել, քան դրա մասին ժամերով խոսել։ Սա լրիվ ռեստորանային Ես հիմա Բաղադրատոմսը ներկայացնեմ, դուք միջև համը կփորձեք, ուրեմն նախապես պղպեղները պետք է դնել ջեռոցը, որպեսզի կեղևազրկենք, միջուկը մաքրում ենք, մեկ կողմից իհարկե բացում ենք, որպեսզի կարողանանք միջուկը տեղավորել իր մեջ։ Իսկ միջուկի համար անհրաժեշտ է մեզ սերուցքային պանիր, բոված քունջուտ, ձիթապտուղ եւ ընկույզ։ Այս ամեն ինչը մի փոքր թթվասերով բացում ենք, որպեսզի այդ շատ պինդ զանգված չլինի։ Միջուկը ավելացնում ենք պղպեղի մեջ, ձևավորում ենք պղպեղի նույն տեսքն ենք տալիս, ավելացնում ենք պոչիկները արտաքին տեսքի համար եւ թանձրուկը իր հետ մատուցում ենք թարխուն ձիթայուղ հարված տարբերակում։ Եվ վերջ, այսքանը չորահացի հետ վայելում ենք։ Սա անմահական է։ Այսօր հատկապես որ դա ինձ սիրելի բաղադրիչներ են, բայց նաեւ եւ մատուցումը, այս տեսակ ինչ որ բան ես հիշում եմ ռեստորանում, բայց անգամ սրա կեսի չափ մատուցված ու հետաքրքիր չէր։ Անմահական է։ Այո, ազնիվ խոսք եմ ասում, ես իմիջիայլոց ասեմ, որ այս տեսակ մատուցում եթե ռեստորանում լինի, սա բավական թանկ արժողությամբ նախուտեստ, եթե կարելի է սրանից անվանել, համեղ չի, չգիտեմ, ուրիշ ինչ բան կարելի է ասել, սա համեղ է։ Սա լրիվ ինձ ինչ որ տենց ալա ֆրանսիական, ինչ որ շատ տենց լուրջ շեֆ խոհարարի, ինչ որ տենց բան, շատ համեղ էր, շատ համեղ էր։ Այո, ես ազնիվ խոսք առաջարկում եմ այսօր պատրաստեք։ Ես որ ժամանակ ունենայի, հաստատ կանեի, որովհետև սա լրիվ ուրիշ բան է, սա անգամ ժամանակ չունենալու դեպքում կարելի է պատրաստել։ Կարմիր պղպեղը ինչքան առողջարար է առողջությանը եւ ինքը խորոված վիճակում շատ համեղ է, որովհետև եթե անգամ երեխաներն են սիրում այդպես ուտել, բայց խորոված վիճակում ինքը լրիվ ուրիշ համ ունի, իսկ այս բաղադրիչները Վահեն շատ ճիշտ է բռնացրել, ել չասեմ դե մատուցման եղանակը։ Ապրես։ Շնորհակալ ենք։ Ես շատ շնորհակալ եմ, իհարկե։ Սա տիեզերական համեր է, սա դե անուն չուներ, տիեզերական թող լինի անունը։ Թող տիեզերական լինի, որովհետև հա տիեզերական կարմիր, տիեզերք գնացող կարմիր բիբարները։ Ընտիր։ Այսպեսին էր մեր առավոտը սիրելի հեռուստադիտողներ, մենք տեսանյութ ունենք, չէ՞։ Այո։ Մենք տեսանյութ ունենք, այո։ Տեսանյութով իհարկե կամփոփենք մեր առավոտը սիրելի հեռուստադիտողներ, դե փորձեցինք էլի ձեզ իրազեկել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում, որոնք շատ կարևոր են բոլոր ոլորտներում, սկսած մշակույթից, կրթությունից, առողջությունից, խոհանոցը դե ինչպես միշտ գալիս է բոլոր կանանց օգնական, ինչ կարելի այսօր պատրաստել, լավ երաժշտություն, հիշելով իհարկե մեր մեծանուն անունների, եւ առացարակ փորձելով տալ առավոտվա ընթացքում այն ամենը, ինչ կարելի է ընդունել ոչ միայն թեթև ընդունման համար, այլ մի քիչ էլ մտածելու տեղի տա։ Մենք ձեզ իհարկե լավոր ենք մաղթում, կհանդիպենք վաղը այս պահին տեսանյութ հրապարակների մասին, այո։ Ինչ հրապարակներ են։ Քանի որ աշխարհի ամենագեղեցիկ հրապարակը գոնե թե իմ համար դա Երևանի Հայաստանի Հանրապետության հրապարակն է, ես հուսով եմ, բայց մի ժամանակ ստատիստիկայով մենք բոլորս տեղեկացանք, որ աշխարհի 10 լավագույն հրապարակների մեջ է մեր Երևանի, մեր Հայաստանի Հանրապետության հրապարակը, հուսով եմ ոչինչ չի փոխվել կամ էլ, չգիտեմ, ավելի բարձր հորիզոնական է եկել։ Նայենք։